այսօր մեր տաղավարում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը։ Պարոն Դանելյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Դանելյան, շատ քննարկվեց թիմ ընտրությունները Փարաքիառի, Գյումրու եւ իշխանության վարկանիշի անկումը եւ իշխանության ջախջախից պարտություն օրինակ Փարաքիառում եւ մեծամասնություն չկազմելը Գյումրիում։ Սրանից հետո ընդդիմադիր տարբեր շրջանակներ, հասարակական տարբեր այսպես գործիչներ կարծիք են հայտնում, որ լավագույն հողն է նախապատրաստվել, որ ընդդիմությունը սկսի Նիկոլ Փաշինյանի հեռացման գործողություններ, ակտիվ գործողություններ, որտեղ վարկանիշը անկում է ապրել։ Կարող են այս ընտրությունները հիմք դառնալ նման փոփոխությունների, նման գործընթացների։ Նախ ասեմ, որ ես ինչ որ առումով համաձայն եմ դրա հետ, ես միշտ ասել եմ, որ օրինակ Գյումրիում ընտրությունները դա ոչ թե Գյումրիի քաղաքում քաղաքապետ ընտրելու ընտրություններ, այսա ավելի մեծ նշանակություն ունի, այն առումով, որ ես որպես ընդդիմադիր գործիչ համենայն դեպս ցանկանում եմ եւ իմ նման շատերը, որ Գյումրիի process-ները պրոյեկտվեն ամբողջ Հայաստանով մեկ, այսինքն Գյումրին հիմք հանդիսանա, որպեսզի շարժում սկսվի իշխանություններին հեռացնելու գործում եւ դրա հետ կարծեք թե համաձայն են բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք որ Գյումրիում մասնակցել են ընտրություններին եւ այս պահի դրությամբ ասել են, որ ունեն միասնական տեխնացու, այսինքն քվեները տալու են, ես կարծում եմ սա շատ լավ նախադրյալ կարող է լինի process-ների սկսման եւ նորից եմ կրկնում այդ հույսն ու այդ հավատը իմ մեջ առաջացել է նաեւ այդ մարդկանց նաև խոսույթից այդ մարդկանց ուրեմն քարոզարշավի ժամանակ եւ թե Գյումրիում թե Փարաքիառում այստեղ միասնական ընդդիմությունը, այստեղ առանձին ընդդիմադիր գործիչը պետք է մտածեն, որ եթե իրենք մտածում են զուտ որպես քաղաքապետ լինելու կամ համայնքի ղեկավար լինելու, Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ գործիքակազմեր ունի իրենց այսպես իրենց գահանկեց անելու, իրենց այդ պաշտոնից զրկելու։ Դրանք բազմաթիվ մեթոդներ են, որը որ գիտենք, ավելորդ անգամ չեմ ուզում դրա մասին խոսել։ Հետընտրական իշխանազավթ։ Այո, ոնց որ եղավ օրինակ Ախուրյան համայնքում, Ախուրյան խոշորացված համայնքում դաշնակցական Արտյոմի Իգիթյաններ, ինչ եղավ։ Հիմա համայնքի ղեկավարը ոչ այդ խոշորացված։ Կամ նույն Վանաձորում, Ալավերդիում, մնացած էլի շատ տեղերում նույն մեթոդներով գործում են եւ հիմա էլ իրենց խոսույթի մեջ օգտագործում են դա, որ ամեն ինչ վերջացած չի, դեռ մենք լա ասելիք ունենք, դեռ մենք անելիք ունենք։ Դա դրա մասին է խոսում։ Այսինքն եթե ամփոփեմ խոսքից, եթե չմիավորվեն եւ չմտածեն ուրեմն իրենց ասածների իրագործելու մեջ, ուրեմն մենք այդտեղ շոշափելի հաջողություն չենք ունենալու։ Տեսեք, Գյումրիից այսպիսի տեսակետ է հնչում, որ հայրաքաղաքը իր խոսքը ասեց, մերժեց իշխանության։ Հիմա նաև դա շղթայական պետք է լինի այլ տեղերում եւ մասնավորապես մայրաքաղաքում։ Այսինքն սա սպասելիք է ձևավորում շատերի մոտ եւ այդ սպասելիքները հնարավոր են ինչ որ ձևով ընդդիմադիր ուժերը իրականացնեն։ Ես չեմ ուզում թերագնահատել ընտրական process-ների արդյունքները, բայց նորից եմ կրկնում, մինչև հայրաքաղաքի իր խոսքը ասելը, բազմաթիվ այլ համայնքներ իրենց խոսքը ասել են։ Ես չեմ ուզում, որ Գյումրիի ընտրությունները գերագնահատենք, շատ կարևոր է, սա ոգևորելու ընդդիմադիր դաշտին կոնսոլիդացնելու շատ ուրեմն կարևոր քայլեր են եւ ողջունելի են եւ իհարկե հաճելի է, երբ որ ընդդիմությունը տարբեր համայնքներում հաղթողի դերում է, բայց նորից եմ ասում, եթե դա պիտի կապիտալիզացնես, այսինքն դա պիտի հետևի դրան գործողություններ։ Եթե այդ գործողությունները չեն լինում, արժանանում ես մնացած ինչա Վանաձորը փոքր քաղաք է, փոքր քաղաք չէ, բայց ինչ արեցին։ Ամեն ինչ մինչև ընտրությունները ամեն ինչ արեցին, որ տեխնացուն չառաջադրվի, հետո առաջադրվելուց համար հայտնվեց քրեակատարողական հիմնարկում, հաղթանակի համար հայտնվեց քրեակատարողական հիմնարկում։ Եվ սա պիտի օրինակը լինի, էլի, ասենք մենք պիտի այդ պատմությունից դասեր քաղենք։ Եվ դրա համար ես ուզում եմ նաև մեր նախ շնորհակալություն հայտնեմ գյումրեցիներին իրենց կամ արտահայտման համար, բայց ասել, որ սա մի քայլ է
եւ այս քայլերին պիտի հաջորդական գործողություններ հետևի եւ սա ոչ միայն, տեսեք, Գյումրիում էլ ճիշտ է գյումրեցին իր քայլը կատարեց, բայց սա լոկալ խնդիր չէ, էլի, նույն Գյումրիում էլ գյումրեցու խնդիրն էլ է, որ Հայաստանում ուրեմն այդ իշխանապողությունը լինի, այդ քանի որ sense մեր մոտ մի քիչ մենտալիտետի հարց կա, ասում են դե սա գյումրեցու հարցն է, սա չգիտեմ, տավուշցու հարցն է, սա արցախցու հարցն է։ Չէ, տենց չի, սխալ է դա։ Սա մեր հարցն է, մեր հայ ազգի հարցն է։ Մի քանի օր առաջ ես ուրեմն ուղիղ եթեր էի TikTok-ով եւ տարբեր երկրներից հարցեր էին ինձ ուղում եւ շատ ժամանակ նաեւ այդ հարցերի մեջ կա ճշմարտություն, կա սրտացավություն բան, բայց ես էլ մեր հայրենակիցներին ասում եմ, վերջի անգամ եպեք Հայաստան եղել, եպեք Հայաստանի այսպես պրոբլեմով ապրել, այսինքն մենք պետք է նաև խոսելուց բացի գործնական առումով քայլեր ձեռնարկենք։ Հիմա որոշ ուժեր առաջարկում են իմպիչմենտ գործողություն որպես պահն է, կարելի է հասնել արդյունքի այս պահին։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս եւ մեր հայրենակիցներին եւ ընդդիմադիր գործիչներին, որոնք որ իմպիչմենտի կողմնակից են, ասել, որ մենք էլ ոչ պակաս սրտացավ ենք, եթե ոչ իրենցից ավել, բայց դրա համար գործընթաց է դա, այդ գործընթացը կարա ցանկացած վարքյան սկսվի, բայց այդ գործընթացին պետք է հաջորդիվ քայլերը հետևի։ Այսինքն մենակ ասել, որ գնում ենք իմպիչմենտի, հա ասենք, այդպես մի քանի անգամ ասել ենք, բայց պետք է դրա համար համապատասխան աշխատանք տարվի այն մարդկանց հետ, որոնք որ պետք է քվետան, չէ՞, այդ քվեով է, այդ բանով չի, խոսալով չի։ Դե խոսալով լինի ամեն մեկը իր բանը մտածած ասի, բայց դրան պետք է նորից եմ ասում, հետևի նա, որ իրենք պետք է օրինակ աշխատեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորների հետ, կարողանան իրենց համոզել, չգիտեմ, որոշակի առումով նաև բացատրել, իրենց այդ աշխատանքներ տանել, որ այդ մարդիկ գան, դե առանց աշխատանքներ տանալու, առանց փողոցը գեներացնելու, հնարավոր է որ ԿՊԱ-կաները գան այս դաշտի, օրինակ, ինչի հաշվին պետք է գան այս դաշտը, ինչի համար պետք է գան եւ անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին։ Այնք պատճառները շատ են, ես դրա համար չեմ ուզում ասեմ, բայց եթե կա իրենց մոտ վախի մթնոլորտ, եթե Նիկոլ Փաշինյանը իրենց ասում է, որ եթե ինձ հետ մի բան եղավ, ուրեմն դուք ինձից ավելի շատ եք պատասխանատվություն կրելու, սա բոլորս մի նավի մեջ են, ձեզ վաղը միսօր դալաններում խոշտանգելու են կամ ձեզ, չգիտեմ, ունեզրկելու են կամ ձեզ այսքան սպառնում են։ Հա, ասում է, չէ, ասում է, այդ մարդը ասում է, իրանց ժողովների հավաքների բանի ժամանակ ասում է։ Բայց այլընտրանքը, եթե այդ չեք տալի, եթե բան չեք անում, եթե չեք աշխատում, եթե փողոց չեք գեներացնում, այս չեք անում, իմպիչմենտ դե ասեք, ով չի ուզում։ Չնայած իշխանությունը պարոն Դանիելյան ասում է, որ համոզված է, որ 2026-ին իրենք կրկին մեծամասնություն են լինելու, կրկին հաղթելու են, որտեղից է այս համոզմունքը իշխանության մոտ։ Եթե նաև ցուցանիշները թիմ ընտրությունների բավականին հուսադրող չեն, մեղմ ասած։ Ցանկացած իշխանություն գալիս է մի պահ, որ իրականությունից կտրվում է։ Իրենք այդ պահը չեն զգում, բայց իրականությունից կտրվում են եւ ԿՊԱ-կաներն էլ են իրականությունից կտրվել։ Չնայած դեռ ես որոշ տեղեկություններ ունեմ, որ հենց Գյումրի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ վարչական ռեսուրսներով ամեն ինչով 20%-ից ավել չեք կարող հավաքել, դրա պատճառով է նաև այդ ամբողջ այդ իշխանական ռեսուրսն ու ամբողջ այդ իրենց իշխանական թիմը հենց ներգրավել էին Գյումրի ընտրություններով, փորձելով 50+1 ապահովել, բայց դա տեղի չունեցավ։ Ես կարծում եմ նաև այս ընտրությունները, Գյումրի ընտրությունները նաև իրենց համար հետևություններ անելու, բոլորի համար հետևություններ, եւ ընդդիմության եւ իշխանության։ Իշխանությունն էլ է ինքը հետևություն անում, ինքը դες փորձել է Գյումրիում, վաղը համապետական ընտրությունները որ լինեն, ինքը լրիվ ուրիշ տակտիկով, լրիվ ուրիշ մեխանիզմով է գործելու։ Ես տենց եմ կարծում, որովհետև դե ամեն դեպքում ինչ էլ որ ասենք, իրենք իշխանությունը պահելու, իրենց ամբողջ իրենց իշխանական բուրգը առավոտից իրիկու իրենց մտածելու թեման է դա ոնց անեն իշխանություն պահեն։ Այսինքն հեշտ ու հանգիստ ընտրություններ կազմակերպել եւ այդ ընտրությունների արդյունքում իրենք պարտվողի կարգավիճակում լինել, չեմ կարծում որ իրենք այդքան հիմար են, էլի, այդքան հիմար չեն։
Տեսեք, սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան, արտաքին քաղաքականության լուսադրող նոտաներ չկան, խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, Ադրբեջանը չի ստորագրում, այսինքն չունի նաև Փաշինյանը այդ խաղաղության թուղթը։ Այս պաշարով ընտրությունների գնալ եւ ընտրություններում որոշակի տոկոս հավաքել, ինչքան էլ որ վարչական ռեսուրս օգտագործվի, հնարավոր ընդհանրապես ոչ միայն ոչ թե մեծամասնություն լինել, այլ ընդհանրապես որոշակի տոկոսներ հավաքել։ Այսինքն ինչքան պետք է այդ վարչական ռեսուրս լինի, որ իրենք բավականին շատ ներկայացվածություն ունենան ազգային ժողովում։ Տեսեք, գետնի վրա, երբ որ շփվում ես մարդկանց հետ, նայում ես սոցիոլոգիական հարցումները, ինքդ էլ տարբեր, ես էլ տարբեր ոլորտների հետ շատ սերտ շփումներ ունեմ, տարբեր բնագավառների, տարբեր ոլորտների աշխատողների հետ իրենց շահեր են պաշտպանում, տեսնում եմ, որ չկա Նիկոլ Փաշինյանին աջակցող գետ մեկ ոլորտ, որ ասես, չգիտեմ, այս մի ոլորտը կամ այս մի ճյուղը պաշտպանում անի գյուղատնտեսությունից սկսած մինչև, չգիտեմ, առևտրականներ եւ այլն, բայց ես ասեմ, որ ուրեմն մեխանիզմների առումով, ընտրական մեխանիզմների առումով, իրենք նախ մի քանի իրենց զինանոցում մի քանի ասպես ասած տարբերակներ ունեն, ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց կան մի քանի տարբերակներ, որոնք որ իրենք իմը պահում են, թե այդ ժամանակ ինչ պետք է գործածեն, ոնց պետք է անեն։ Եվ բացի այդ էլ իրենք մտածում են, որ բացի այն, որ իրենք որոշակի տոկոս ունեն վարչական ռեսուրսով եւ այլ ապարատով այդ ամեն ինչով, ուրեմն իրենք ճիշտ է Գյումրիում դա չաշխատեց, դա այսպես ասած եվրոպամետ ուժերի հետ հնարավոր կոալիցիայի տարբերակներ, որոնք որ նաև իրենք համապետական ընտրությունների 26 թվականին մտածում են, բայց կարծում եմ վերջին իրադարձություններով պայմանավորված, նաև աշխարհքաղաքական իրավիճակով պայմանավորված, մենք տեսանք, որ Գյումրիում իրենք քվեջ ստացան, եւ ես կարծում եմ Հայաստանում էլ իրենք ամբողջ Հայաստանում էլ իրենց նույն իրավիճակն, ասենք իրենք այն որ նախաձեռնել էին այդ գիտեք հայտնի ուրեմն այդ իրենց հանրաքվեի միջոցով բան անելը, դա տեղի չունեցավ, բայց կարծում եմ, որ այս տարբերակներն են իրենք մշակում, այսինքն իրենց հետ կոալիցիա կազմելու, վտանգավոր է ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալը վտանգավոր է եւ ես միշտ ասել եմ դա, բայց եթե այդ փողոցային պայքարի իր արդյունքին չհասնի, եթե այս ընթացքում չկարողանա եւ դրա ամենահարմար պահը գաղտնիք չի, որ մինչև երևի սեպտեմբեր ամիսն է դրանից մինչև աշուն, այսինքն եթե մինչև աշուն Նիկոլ Փաշինյանը չկարողացան հեռացնել իշխանությունից, գնալու են ընտրությունների եւ այդ ընտրություններին ուզես թե չուզես քաղաքական բոլոր միավորները, կուսակցությունները ուզես թե չուզես մասնակցելու են։ Այսինքն եթե 1-2 քաղաքական ուժեր չմասնակցի, մեկը հենց չի որ այդ ընտրությունները համարելու են ոչ լեգիտիմ, այսինքն իրենք ասելու են, որ եթե անգամ ասենք Հայաստան դաշինքը կամ պատիվ ունեմը չի մասնակցում, մասնակցելու են ուրիշ 25 ուժեր կամ 26 ուժեր, այսինքն դա տենց է, ով էլ որ ինչ էլ ասի, եթե ընտրություն հասնի գա ընտրությունների, տենց է լինելու եւ շատ կարեւոր է, որ մինչեւ ընտրությունները այդ ուժերը, որոնք որ այսօր ընդդիմադիր ամենամեծ այսպես ասած աջակցություն ունեն, կարողանան համախմբված այդ գործողությունները անել։ Հիմա համախմբման մասին ակնհայտ է, որ իշխանությունը բան դանդիա թույլ տոկոսները շատ ցածր, վարկանիշը բավական ցածր։ Չնայած էլի, եթե համեմատում ենք սոցհարցումները, էլի բոլոր ուժերից բարձր է, դա էլ պետք է ընդունել։ Բայց այս իրավիճակում իշխանության համար, եթե լավ այլընտրանք ստեղծվի, ինչ է կարծում ընդդիմադիր դաշտի ուժեղ առողջ այլընտրանք ստեղծվի, թույլ իշխանության հնարավոր չի փոխել ցանկացած տարբերակով եւ փողոցով եւ ընտրությամբ, այսինքն կա լուրջ այլընտրանք, ինչու է ընդդիմությունը չի ձևավորվում։ Մեր մոտ միշտ այս խոսակցությունը կա, նոր ուժեր, նոր մարդիկ, նոր դեմքեր, այսինքն այդ միշտ ինչ որ նոր ենք փնտրում, բայց չգիտեմ որտեղից է նորը։ Այդ նորը երկնքից չի իջնելու, այդ նորին չես կարա փչես,
ասենք ինչ որ մեկի փողոցից բռնես, այդ մարդը պետք է որոշակի ուղի անցած լինի, ճանապարհ անցնի, նաև իր այսպես ընդդիմադիր գործողություններով աչքի ընկած լինի, ինչքան արհավիրք ա եղել մեր երկրում, չէ՞։ Բազմաթիվ խնդիրներ ա եղել այս 7 տարիների մեջ։ Այդ մարդը չկա, չէ՞ տենց մարդ, որ քիչ թե շատ ակտիվ լիներ, ասենք դուք չիմանայիք կամ ինչ որ մեկը չիմանար։ Փոքր երկիր է, բոլորին էլ ճանաչում են, այսինքն նոր զրոյից ինչ որ մեկը դուրս չի գալու եւ չեմ կարծում, եթե ինչ որ մեկն էլ դուրս գա, ուրեմն դա իշխանությունների կողմից սարքված պրոյեկտ է։ Եթե ինչ որ մեկին է մի բերեն ցած աճեցնեն, բան անեն, այդ իրանց համար են աճեցնելու, ասենք։ Ես տենց եմ կարծում։ Ընդդիմադիր դաշտում էլ բոլորը գիտեն ով ով է, ով ինչ է, որտեղից է եկել, որտեղ է գնում։ Հիմա այդ նոր ուժը որտեղից պետք է ստեղծվի, ես չգիտեմ։ Հնարավոր է լայն համախմբումը լինի, լայն համախմբումը լինի, եւ ես էլ դրա կողմնակիցն եմ։ Ես համարում եմ, որ այդ համախմբման միջոցով կարող ենք արդյունքի հասնել, բայց նաև դրան խանգարող մարդիկ եւ ուժեր կան, պետք է խոստովանենք, որ ոչ բոլորին է ձեռնտու, որ այսպես ասած ընդդիմությունը միասնական ուժերով գնա եւ այդտեղ այդ պղտող ջրում ձուկ բռնողներ շատ են լինում եւ ես նաև տեսնում եմ այս ամբողջ այս գործընթացների մեջ, որ ընդդիմության մեջ էլ ամեն ինչ հարթ չէ, ամեն ինչ իդեալական չէ, բայց տեսնենք իրադարձությունները ինչ ճանապարհով կգնան։ Այսինքն ամեն դեպքում կան խմորումներ ներսում ընդդիմադիր շրջանի մասին է խոսքը եւ դա հոգուտ ընդդիմության չի խոսում այս պահին։ Տեսեք, մենք կխափենք, կստենք, որ ասենք ընդդիմադիր բոլոր հատվածները իրար հետ ունեն իդեալական հարաբերություններ, նույն հայացքներն ունեն, նույն տեսակետներն ունեն, նույն պատկերացումներն ունեն։ Եթե այդ նույն պատկերացումներն ու նույն տեսակետներն ու նույն համառությունը լիներ ընդդիմադիր ամբողջ դաշտում, Նիկոլ Փաշինյանը հիմա իշխանության չէր լինի։ Այսինքն ավելի հստակ ասեմ, հիմա շատ հատկապես սոցհարթակներում երկրորդ, երրորդ նախագահների թիմերի այսպես պատերազմ է գնում, հարձակումներ են գնում, այսինքն այս ամեն ինչը պետք է մի կողմ թողնել, թե ամեն դեպքում համախմբումը պետք է տեղ ունենա գաղափարական կամ այլ հիմքի վրա, որովհետև ասում են առանց միմյանց գաղափարներ կիսելու հնարավոր չի համախմբել։ Տեսեք, ես հետևյալի կողմնակիցն եմ, անգամ նույն կուսակցության ներսում կան եւ տարաձայնություններ եւ կան այսպես տարբեր տեսակետներ եւ տարբեր մոտեցումներ, դա բնական է, այսինքն մի տան մեջ էլ կան տարբեր տեսակետներ ու տարբեր կարծիքներ, ինչ մնաց ասենք ընդդիմադիր դաշտում չլինեն, բայց ես կարծում եմ, որ ցանկացած այսպես ասած տարբերություններ ու ցանկացած տեսակետներ չպետք է անցնեն վիրավորանքի, մեկը մյուսին ամենավերջին խոսքերը ասելու, վաղը մյուսօր իրար հետ պետք է, չգիտեմ, ճանապարհ գնա կամ վաղը մյուսօր բոլորին թեկուզ ճանապարհ փակեք։ Հա, ճանապարհ փակեք կամ անհնազանդություն անեք։ Վերջը Հայաստանը փոքր տեղ է, չէ՞։ Ինչ որ միակցիայի ժամանակ մեկը մյուսի տեսնում եք։ Այս բանը մեր մեջից պետք է վերանա, այս Facebook-ը իրար հետ հայհոյանքները բանը ինքնահաստատվել է սիրուն չի էլի։ Ես ինձ հետեւյալ ձև են ես նաև փողոցում էլ որ ապրել եմ կամ նույն իմ քաղաքում Իջևանում, եթե ասելու բան ունես մեկին, դի գնաս այդ մարդուն աչքերի մեջ նայես եւ ասես այն ամեն ինչ որ մտածում ես։ Այսինքն այդ սոցհարթակներում իրար այսպես ասած կոմենտներ գրելը, մեկը եսին բան անելը, վիրավորելը, հայհոյելը ինձ համար ընդունելի չէ։ Եթե կան իհարկե կան էլ ընդդիմությունը այսպես ասած տարբեր ընդդիմադիր գործիչներ տարբեր հայացքներ ունեն, տարբեր տեսլականներ ունեն, դա նորմալ է։ Չի կա այսօր ավտորիտար բան չի էլի, որ ասես գիտեք ինչ կա այս կուսակցությունը մեզ մի կարծիք պետք է լինի կամ այս անձի պաշտանմունքը պետք է լինի, դες բան չկա։ Բայց նորից եմ գրքում, դա պետք է չհատի, էլի այդ կարմիր գծեր կա չպետք է հատվեն։
Եթե այդ կարմիր գծերը հատվում են, լավ բան չի ստացվում, էլի, եւ ես իհարկե դրա կողմնակիցն եմ, որ այդ կարմիր գծերը չհատվեն, եթե ինչ որ հարցեր կան, մարդիկ կան, որոնք որ օրինակ հարցադրումներ ունեն կամ ինչ որ մի կերպ ասենք բաներ կա, որոնք որ նույն ձև չեն մտածում, պիտի տեսնեն, խոսեն իրար հետ։ Խոսեն, parza, այնքան խոսեն, որ այդ խնդիրը parz լինի, էլի։ Պարզաբանվի վերջո այդ խնդիրները։ Եթե ինչ որ խնդիրներ կան, պիտի պարզաբանվի։ Եթե չի պարզաբանվում, լրացուցիչ էլի հարցեր են առաջանում։ Թե այս թե այն կողմերի միջև։ Եվ մի թեմային եմ ուզում անդրադառնանք, պարոն Դանելյան, վերջորեն շատ քննարկվեց արտգործնախարարության հայտարարությունը արցախցիների հետ կապված, որ Հայաստանի օրակարգից, հայ-ադրբեջանական այսպես ասած հարաբերությունների, բանակցությունների օրակարգից արցախցիների իրավունքը դուրս է եկել, քանի որ կա արդեն ստորագրված հայտնի լուծարման Արցախի հրամանագիրը։ Ինչ է նշանակում այս հայտարարությունը։ Սա հայտարարություն է, սա այդ բառն էլ արդեն արժեզրկվել, դավաճանություն է։ Տեսեք, մի հատ ես կուզեմ մի հատ սկզբից կանքել, ինչ եղավ։ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախ-Ադրբեջանի կազմում, հետո ճանապարհները փակվեց, հետո 9 ամիս մեր հայրենակիցները սովամահության դեպքեր են արձանագրվել, դա ակնհայտ փաստ է։ Այդ պայմաններում չգնացին Ադրբեջան, որ ասում են այստեղ նաև որոշ պատգամավորներ, որ հիմա նաև ընդդիմադիր կեցվածք ունեն, այն ժամանակ մոռացել են ինչ էին ասում։ Ասում դե հեշտ ու հանգիստ կգնանք ինտեգրվեն, էլի Ադրբեջանի հասարակության հետ, թող գնան, իրենք ապրել են Ադրբեջանի կազմում, սովետական ժամանակ, բայց մենք տեսանք, որ մի արցախցի չմնաց Արցախում, մի արցախցի չմնաց Արցախում։ Հետո եղավ դրանից հետո ուրեմն այդ որ մենակ թողելով Արցախին, այսինքն հայկական կողմը ես մի քանի անգամ հարց եմ ուղղել եւ արտգործնախարարին, եւ Նիկոլ Փաշինյանի եւ տարբեր պաշտոնյաների, դուք ինչ եք անում։ Ասում են մենք ոչ մի բան էլ չունենք անելու, ոչ մի բան չունենք անելու, մենք չենք կարող ոչ մի բան անենք, թող գնան ինչ ուզում են անեն։ Այսինքն Արցախը մնաց մենակ, դրանից առաջ ուրեմն տեղի ունեմ Նիկոլ Փաշինյան Էրդողան հեռախոսազանգը Երևան քաղաքի ընտրություններից առաջ։ Եվ ես անցած անգամ եմ ասել, թող հրապարակեն այդ խոսակցությունը, ինչ են խոսել Էրդողանն ու Նիկոլա Փաշինյան։ Հետո ուրեմն տեղի ունեցավ Երևան քաղաքի ընտրությունից հետո եղավ ուրեմն այդ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։ Իմիջիալոց դրա հետ կապված մի բան էլ կա, քիչ հետո ես կուզեմ ասեմ, այն մարդիկ, որոնք որ գլխատում էին Արցախում ուրեմն տարեց մարդկանց եւ երեխաներին, դրանցից մեկը Զեյնալի ազգանով, եթե չեմ սխալվում, ադրբեջանցին էր, որը որ հետախուզում էր իբր հայտարարվել Հայաստանի կողմից հետախուզում էր հայտարարվել եւ պարզվեց, որ մի քանի օր առաջ պարզվեց, որ այդ հետախուզումներ չի հայտարարված, ասիկա Ռուսաստանում իրեն բռնեցին, հետո ինքը դուրս եկավ, հայտնվեց Բաքվում եւ այնտեղ իր եթերի ժամանակ ասեց, որ մեր պետությունը ուրեմն ճնշում է գործադրել Հայաստանի վրա եւ Հայաստանը, այսինքն հրաժարվել է իր պահանջից, այսինքն հիմա այս process-ների ամբողջ այս process-ների ընթացքում երբ որ Արցախցին մնացել է մենակ, երբ որ Արցախցին հերոսաբար 1-2 օր կռվել է, երբ որ դրանից հետո արդեն ադրբեջանցիները մտել են շեները, գյուղերը եւ սկսել են ուրեմն Օսմանյան կայսրության ժամանակվա այդ 15 թվականի մեր այդ ցեղասպանական գործողություններ, երբ որ մարդիկ էին մորթվում, երբ որ ահավոր մի իրավիճակ էր, ես այդ օրերին կապի մեջ եմ եղել իմ հայրենակիցների, իմ ընկերների հետ, ահավոր խայտարակ մի իրավիճակ էր, երբ որ անտառներով մարդիկ, չգիտեմ, տարբեր կածաներով փախչում էին, որ Ադրբեջանի ուրեմն հատուկ նշանակության դիաշմա եւ կոմանդո ստորաբաժանումների ձեռը չընկնեն, որովհետեւ չեմ կարող պատմել ինչեր են անում այդ մարդիկ։ Եվ այսօր արդեն հետո process-ները ուրեմն գնում են նրան, որ այդ փաստաթուղթը որ կա, որ մի այդ փաստաթուղթին հղում են Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել։ Այն ժամանակ էլ որ հարցազրույցի ժամանակ իրեն հարց տվեցին, ինքը սարով քոլով գցեց, մեր լեզվով ասած, ես ինչեր ասեց, բայց ուղիղ հարցին չպատասխանեց։ Դու տեղյակ ես եղել այդ թղթից, որը որ
իբր նաև այդ թղթի կտորա դա իրենց ոչ մի բան էլ չի ներկայացնում։ Բայց Ադրբեջանի պահանջն էլ հետևյալն ա եղել, որ դա պետք է տանեք ձեր խորհրդարանով հաստատեք, ԼՂ-ի խորհրդարանով հաստատեք, որ սա մենք համարենք օրինական։ Հետաքրքիր որ Արցախի ինստիտուտները չեն ճանաչում, նախագահին չեն ճանաչում, բայց ճանաչում են թուղթը, որը այդ նախագահն է ստորագրել։ Հիմա այդ թղթին եմ ուզում գամ, էլի։ Հիմա այդ թուղթը զանգել են Նիկոլ Փաշինյանին, Արցախի ղեկավարությունը, ասել էս։ Ինքը իմացել է այդ թղթի մասին։ Ասել է դե ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք արեք, տեսեք, այսինքն ինքը տեղյակ ա եղել դրա մասին։ Այդ հայտարարությունը արել էր, այդ թուղթն էլ առ ոչինչ ա, հիմա հողում են կատարում այդ թղթին, որը չկա, գոյություն չունի։ Ընդամենը բանն է, որ այդ մարդիկ չցեղասպանվեն։ Բա դուք մենակ եք թողել դրա բարոյականությունը ո՞րն է։ Ձերքներդ լվացել եք քիչ չի, թշնամու հետ էլ անդադ պերեգավորների մեջ եք եղել, ասենք, խոսալուց եք եղել էլի։ Մի հատ ասեք ինչ եք խոսացել։ Ինչա չեք իմացել, որ այդ օրը պետք է հարձակում լինի Արցախի վրա։ Իմացել են, օրով ժամով իմացել են, որ հարձակում ալնելու։ Հիմա ո՞րն է դրա բարոյական կողմը։ Ո՞րն է դրա ճիշտը։ Այսինքն դուք համագործակցել եք թշնամու հետ, հիմա էլ մեղադրում եք, ասում եք այդ թղթին, հա։ Հետո էլ ասում եք, գիտեք ինչ կա, ձեզ կանչել են այստեղ բանակցությունների, չեք գնացել։ Դա էլ է սուտ։ Արցախի նախկին վարչապետը դրա մասին հանգամանալից բացատրություն տվել է, որ չի եղել տենց բան։ Արցախի կողմը համաձայնվել է, ադրբեջանական կողմը չի համաձայնվել։ Այսինքն ադրբեջանական կողմը եթե գիտեր, որ ամբողջը ստանալու է, ինչի համար պետք է այդ մարդկանց հետ։ Չէր ուզում խոսալ, ինքը ամեն ինչ անում էր, որ չլինի նման բան։ Եվ խոսակցություն չլինի, եւ Արցախը հայաթափ, իր նպատակը այդ ա եղել։ Եվ ինքը այս իշխանությունը իմացել է ամբողջ այդ գործընթացի մասին։ Հիմա մեղադրել, ասում է դե մնայիք, չէ՞, ոնց որ Ալեն Սիմոնյանն ասում, չէ՞, ասում է մնայիք, ասում է, մնայիք կռվեիք, ասում է։ Այսինքն ամեն երկրորդ, երրորդ արցախցին զոհվել այդ պատերազմի ժամանակ 6000 զոհ ա տվել մենակ Արցախը։ Այսինքն այդ դժվար ճանապարհով անցել է, դու դրանից հետո այդքան անբարոյական գտնվես ու նման բան ասես արցախցիներին։ Մեկ էլ հետո ասում են, որ գիտեք ինչ կա, դե ոնց որ այնտեղ կրակեցի, դե հիմա Սյունիքի վրա կկրակեն, Սյունիքից կփախչեք։ Այսինքն բա ձեր պատասխանատվությունը, բա դուք որպես երկիր, պետություն, առաջնորդողներ, ով եք դուք բա։ Զրո եք, ուսապարկեք։ Ինչպես իշխանությունը այս ապացուցի, որ ինքը Արցախի հետ կապված այլևս որևէ քայլ չի անել։ Այսինքն մենք ամեն անգամ ակնկալինք եք ունենում, որ պետք է ինչ-որ բան անի Հայաստանի իշխանությունը, Արցախահայերի իրավունքի, արցախցիների վերադարձի հետ կապված։ Ամեն անգամ իշխանությունը բաց տեքստով ասում է. ես եթե հակիրճ ձևակերպենք, ես փակել եմ Արցախի էջը, Արցախյան շարժումը չկա այլևս, դա չպետք է շարունակի։ Էլ ինչպես ասի, որ հանրությունը հասկանա իր համար, այս իշխանության համար Արցախի էջը փակված է ընդմիշտ։ Գիտեք, հիմա էլ մոլորության մեջ գցում հանրությանը, ասելով, որ մենք չենք մեղավոր, արցախցիներն են մեղավոր։ Պարզապես այո, մեղավորներ սլաքներն են այդտեղ։ Սլաքներն են ուղղում, ասում են արցախցիներն են մեղավոր, մենք մեղավոր չենք, մենք պատասխանատվություն չենք կրում։ Ու հաջորդը, եթե այսօր ես պատասխանատու կերպով ասում եմ, եթե արցախցիները Հայաստանում չմնան, արդեն տասնյակ հազարավոր արցախցիներ լքել են Հայաստանը։ Եթե Հայաստանում չմնան, ցրվեն ամբողջ աշխարհով, Արցախ վերադարձի արդեն էջը կարող է փակենք։ Այսինքն, եթե այստեղ չի մնում արցախցին, չգիտեմ, տարբեր տեղեր ա գնում, էլ ինչի մասն ա խոսքը։ Եվ այդ առումով նաև իշխանության հաջորդ քայլը հենց այդ էր, որ զրկեն ուրեմն այդ 40,000-ական դրամներից, որը ընդամենը իրենց վարձի գումարն է, էլի, ասենք, մի տան վարձի գումար է։ Այսինքն այդ մարդը պետք է չուտի, չխմի, չգիտեմ, իր երեխային կրթության չտա, ոչ մի բան չանի, այսինքն մենակ վարձը տա, հիմա ասում են, այդ տանից էլ պետք է դուրս գաս։ Ես մի քանի օր առաջ հանդիպում էի արցախցիների հետ օպերայի հրապարակում, տասնյակ արցախցիներին արդեն զանգահարում էին, բնակիչներ ասում, որ պետք է տնից դուրս գաք։ Այսինքն լսելով դրա մասին, ասում են տնից պետք է դուրս գաք։ Հիմա այս qayտարակ իրավիճակներում այդ մարդիկ գերեզմանները թողած, իրենց տները թողած, իրենց մշակութային կոթողները, եկեղեցիները, ամեն ինչը թողել են,
մարդ կա իր երեխային, ամուսնուն, գերեզմանը այնտեղ այն բազմաթիվ տենց նամակներ եւ զանգեր եմ ստանում եւ այսօր այդ մարդկանց տնից հանում են որ մի երկրում կա տենց բան։ Այսինքն եթե հայ մարդ օրինակ գնում է Գերմանիա կամ գնում է Ֆրանսիա, ինչ են անում։ Այդ մարդիկ տանում են հատուկ տեղ, խնամում են, անգամ, չգիտեմ, բժշկական օգնություն են ցույց տալիս, տարբեր կացարաններ են տրամադրում, ասենք խոսքի ես օրինակ Ֆրանսիայի օրինակ ասեմ, մեր իմ ծանոթներից մեկը գնացել էր եւ տարել անգամ մարդու ատամներն էին սարքել, որ ասենք պարտավոր չեն, բայց մարդիկ ասում են, էլի անգամ այդ պետությունը այդ պարտականությունն է կատարում փախստականի նկատմամբ։ Հիմա մենք ասում ենք, էս էլ ձեզ շատ է, էս էլ ձեզ շատ է, ասենք, եթե մենք մեր հայրենակիցներին հանդեպ այդ ապրումակցման, այդ կարեկցանքի, այդ օգնելու, ձեռք մեկնելու, այդ բաները կորցրել ենք, այդ օտարից մենք ինչ ենք պահանջում, այդ օտարը, որ նայի ինչ ասելու, ասել դուք ձեր հայրենակցի նկատմամբ այդ չունեք, ինձ ինչ եք ու տենց էլ ասում են, եթե դուք օրինակ արցախցիների վերադարձի հարցը չեք բարձրացնում, մեզնից ինչ եք ուզում, դա ասում են տարբեր, էլի շնորհակալ ենք Շվեյցարիայի ստորին պալատին եւ վերին պալատին, որ նման ուրեմն համարձակ քայլի գնաց, որովհետեւ նաեւ ադրբեջանցիները այդ էին ասում են մենք իրա հետ լեզու ենք, թե դուք խառնում եք, այդ են ասում որն էլ ուզում է բանաձև ընդունի, որն էլ ասում այս մարդիկ հաշտ են, այս մարդիկ գնում են այդ ճանապարհով մոռանալու, ուրանալու ճանապարհով, դուք եք մեր մեջ խնդիրներ ստեղծում։ Ու հետո ասում ենք, դե բանա, միջազգային հանրությունը լռեց այս արավենը, եթե մենք չենք այդ անում։ Ասում ենք, բանա, հենց առաջի օրվանից նույն Նիկոլա Փաշինյանը հայտարարեց, որ բոլորը ապշել են, ասում են, որ մենք այդ խնդիրները արցախցիների հետ կապված լուծել ենք, ասում են, ապրեք, կեցեք, դուք հրաշալի է։ Ասենք դուք օրինակ տեսնում եք Թուրքիան ինչ անում Սիրիայի փախստականների հարցում, չէ, կամ այլ հարցերում, կամ այլ տեղերում ասում են, որ սա ճգնաժամ կա, այստեղ դուք պետք է ուրեմն դրամական օգնություն տրամադրեք։ Նույն այդ գործիքակազմը պետք է կիրառվի, չնայած էլի օգնություններ եկել է, ես չգիտեմ գումարն ինչ է, բայց համենայն դեպս պետք է աղաղակվեր ամբողջ աշխարհով մեկ, որ այստեղ աղետ է, այստեղ հայրենազրկում է, այսքան փախստականներ են եկել, վերջը պետք է այս մարդկանց տիրություն անել։ Չէ, ասեցին լուծված է, ոչ մի խնդիր չկա, բայց այնինչ այդ մարդիկ ես օրինակ 3000-ից ավել արցախցիների հարցով զբաղվել եմ, ամեն մի ընտանիք մի ողբերգություն, մի, չգիտեմ, էլի որ խորանում ես գժվելու բանը։ Եվ այս իշխանությունը չունի այդ ապրումակցման զգացումը, չունի այդ խղճի կարեկցանքի զգացումը։ Իրենց համար դա կարևոր չի։ Խնդիր կլինի, կտեսնեն, որ բանը բանին տալիս անցնում, արցախցիները դուրս են գալի վճռական գործողությունների, այսինքն նոր սկսեն հետները խոսալ, ինչ որ ձև փորձել ասենք իրենց սրտները շահել եւ այլը, չէ, փորձել այդ հարցը ցենց կոծկել, քողարկել, անգամ արցախցիներին աշխատանքի տեղավորելու խնդիր կա։ Ասում եթե օրինակ երկար եմ խոսում կաներեք, բայց եթե օրինակ իրապահ համակարգում ազատ հաստիկներ կան, Արցախում այդ մարդիկ աշխատել են, ես նաև այդ հարցադրումներն եմ ուղղել։ Ինչի՞ չեք այդ մարդկանց գործի ընդունում։ Բոլոր տեղերն էլ ազատ հաստիկներ կան։ Այդ հարցերի պատասխաններն էլ չենք ստանում։ Եթե դուք ուզում եք այդ մարդիկ մնան, այդ գործողությունները անեք։ Գուցե վախենում են, որ ըմբոստ ընտրազանգված է լինելու եւ ընտրություններում իրենց համար խնդիր է ստեղծելու։ Չեն վախենում, որ այդ սենց շարունակվի այդ ըմբոստ մարդիկ իրենց շատ անհանգստություններ կարան պատճառեն։ Այսինքն մարդը եթե տեսնում է, որ իր երեխան դրսում է գիշերելու, շատ ավելի ռադիկալ է լինում, ով ուզում է լինի։ Եվ այս հարցում էլ այն խորհրդատուները, որ իրենց խորհուրդ են տվել, որ իբր այս ճանապարհով գնանք լավ ալնելու, չարաչար սխալվում են։ Դրանով շատ ավելի շատ գրգռում են այդ մարդկանց, ավելի վճռական, ավելի, այսպես ասած, ավելի կոշտ գործողություններ անելու։ Շնորհակալ եմ, պարոն Դանելյան։ Ես եմ շնորհակալ։